Նույնիսկ չարժե արգումենտների մեջ մտնել, չնայած արգումենտը օրենքի համար չկա։ Արդեն չարժե, որտեղ նախագահ առաջին դեմքը ինքն ընդունել է, որ 80% այս օրենքին դեմ է հանրության։ Եթե անգամ փայլուն օրենք է, եթե անգամ ենթադրենք, եթե 80% դեմ է, իշխանությունը պատկանում է ժողովրդի սահմանադրությամբ իրավունք չունի իրագործելու։ Վերջ։ Սա հնարավոր է գաղտնի արվել քիչ լագոնի ներկայությամբ պետական ներկայացրել որպես հանրային քննարկում միջոցառում։ Հանրային քննարկումը հարությունն եկել է։ Ես պատասխանատվություն եմ պահանջում, որտեղ են ծախսել այդ գումարները իրազեկման համար։ Որտեղ։ Չկա իրազեկում չի եղել։ Միլիոններ են ծախսել։ Իրազեկում մենք ենք անում, մեր կողմից մեր ամբողջ ռեսուրսներով աշխատող լինելով, մեր այ հիմա լանչի ժամին, մեր ընդուշնաժամին եկեք իրազեկում ենք անում։ Հերիքա, երբ որ մեծամասնությունը դեմ է, փոխեք այդ արմատացած կարատավորը սովետական կոմերիտական բոլշևիկներ այդ մտածելակերպը, որ դուք ճիշտ եք, որտեղ դուք իշխանության գլխին եք, իշխանությունը մենք ենք։ Մենք դες լիազորել ենք, դուք մեր պատվիրակն եք ընդհանրապես։ Ավելին ձեր մասին չմտածեք։ Ասում ես դու ստեղ հարկել, սա ստեղ չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացին Ով է քանդում է, դու ով է քանդում։ Դեմագոգիա։ Այս օրենքի պատճառով եք արտագաղթը մեծացել է, դրա մասին մենք։ Ասած բրթելով հանեցին։ Բրթելով հանեցին դուս, պատճառը բանելով, որ մենք խանգարում ենք իրենց պրեզենտացիան, սակայն այդպեսի բան չկա, մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, մեզ պետք է հրավեր ուղարկվեր իրենց կողմից, եւ մենք պետք է տեղյակ լինեինք, թե ինչի մասին է տվյալ քննարկումը եւ Իսկ վարչապետը ներկա էր, որ դուք ներս մտաք, թե չէ։ Սկզբից ես դուք լսել եք վարչապետի ելույթը։ Ինքը շատ մակերեսորային ներկայացրեց օրենքը հյուրերի եւ հյուրերը հետո իրենց կարծիքը արտահայտեցին իրենց աջակցությունը այս հայտարարած օրենքին։